Ալավերդի համայնքում Շվեդիայի ֆինանսավորմամբ բանկի զարգացման ծրագրի կողմից իրականացվող համայնքի կայունության ամրապնդում էներգարդյունավետության եւ ցածր արտանետումներով զարգացման միջոցով ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը Հայաստանի կառավարության եւ Ալավերդու համայնքապետարանի հետ համագործակցությամբ եւ համաֆինանսավորմամբ Ալավերդի համայնքում էներգարդյունավետությանը միտված մի շարք ծրագրեր են իրականացրել։ Այդ թվում կառուցվել է արևային ֆոտովոլտային կայան, էներգարդյունավետ վերակառուցվել ու վերանորոգվել են բնակելի շենքեր, կրթօջախներ, սոցիալապես խոցելի ընտանիքներին տրամադրվել են արևային համակարգեր եւ այլն։ Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով հունիսի 23-ին Ալավերդի էին ժամանել ծրագրի պատասխանատուները։ Մղարդ բնակավայրում 500 կՎտ զորությամբ համայնքային սեփականություն հանդիսացող արևային ֆոտովոլտային կայանի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Այն տարեկան կարտադրի մոտ 970 մեգավատ ժամ էներգիա։ Կանոնադրության համաձայն Ալավերդու արևային կայանից ստացված շահույթը կծառայի համայնքի կայունությանը, սոցիալական ու բնապահպանական ծրագրերի իրականացմանը։ Արևային կայանի տեղադրումից բացի ծրագրի շրջանակում 2 կՎտ զորությամբ ֆոտովոլտային համակարգեր են նվիրաբերվել Ալավերդի համայնքի 17 բնակավայրերի 50 սոցիալապես խոցելի ընտանիքներին էլեկտրաէներգիայի սեփական կարիքները բավարարելու համար, ապահովելով տարեկան մինչև 2800 կՎտ ժամ էլեկտրաէներգիայի արտադրություն։ Փետրվարից սկսած նշված ընտանիքներում սպառում են արևային էներգիան։ Օձունի բնակիչ Ռացին Ամիրյանն ասում է, փետրվարից սկսած էլեկտրաէներգիայի գումար միայն այս ամիս են վճարել, այն էլ նախկինի համեմատ կիսով չափ պակաս։ Հիմնականում արդեն փետրվարի վերջերին ենք սկսել օգտագործել ու վճարել ենք 5000-ի միջև ստեյելելա, որ մենք է նպաստարում ենք, մի քիչ էլ կրճատվում է վճարը նպաստի պահով ու մյուս պահին մայիսին մենք վճարեցինք մենակ լույսի փողը ու միջև մին գոհ ենք։ 1900 դրամ։ Շատ լավն է, շատ օգուտ տալիս է։ Լույսի փող չենք տալիս, դրա փողը գնում է, ասենք, խոսքի երեխաների սննդին։ Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ Մանկապարտեզի էներգարդյունավետ վերակառուցման, ինչպես նաև 10 կՎտ զորությամբ արևային համակարգի տեղադրման նպատակով հատկացվել է 768,000 ամերիկյան դոլար։ Գումարի ավելի քան 60%-ը պետության ֆինանսավորումն է սուբվենցիոն ծրագրի հատկացումով, մնացածը ՄԱԶԾ-ՍԻԴԱ, ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրերի եւ համայնքի համաֆինանսավորմամբ։ Շենքը հիմնովին վերակառուցվել է, կատարվել է սեյսմիկ ամրացում, տեղադրվել է էներգարդյունավետ կենտրոնացված ջեռուցման համակարգ, ապահովելով սանիտարական նորմերին համապատասխան հարմարավետ պայմաններ։ Մանկապարտեզի շահագործվող տարածքը ավելացել է 70%-ով, հնարավորություն ստեղծելով երեխաների թիվը 120-ից հասցնել 180-ի։ Բազմաթիվ ծնողներ անհամբերությամբ սպասում են մանկապարտեզի վերաբացմանը։ Ալավերդի համայնքի ղեկավարը լիահույս է, որ սեպտեմբերին երեխաները մանկապարտեզ կհաճախեն։ Ենթադրում ենք, որ հուլիս ամսվա մեջ կավարտենք, նաև գույքի տեղադրման հարց ունենք, գույքը ձեռք բերված է, տեղափոխելու եւ տեղադրման հարցեր ունենք։ Ընդհանուր առմամբ նաև ստեղ բակերի խնդիրն է։ Կառավարություն դիմել ենք սուբվենցիոն ծրագիր ենք ներկայացրել, որպեսզի ամբողջ մանկապարտեզի տարածքի բակը խաղարապարակներ վերանորոգվեն, որպեսզի մեր երեխաները կարող ունեն լիարժեք օգտվել մանկապարտեզից։ Վերակառուցվելու արդեն շահագործման է հանձնվել նաև Ալավերդու մշակույթի տունը, որտեղ տարբեր մշակութային ու արվեստի խմբեր են գործում։ Այստեղ արդեն իսկ բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել, այդ թվում թատերական լոռի փառատոնը։ Հենց այստեղ էլ այցի ավարտին անցկացվեց ծրագրի խորհրդի նիստը, որին մասնակցում էին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Շվեդիայի դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար եւ առաքելության ղեկավարի տեղակալ Կլաս Վալդենստրոմը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ Շվեդիայի դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար եւ առաքելության ղեկավարի տեղակալ Կլաս Վալդենստրոմը նշեց, որ Շվեդիայի ու Հայաստանի միջև արդյունավետ համագործակցություն է հաստատվել, որը վերջին 5 տարիների ընթացքում ավելի է ակտիվացել։ I truly do believe that you can serve as a model for other masses and other communities in Armenia. Ես հավատում եմ, որ Ալավերդու փորձը մեծ ներուժ ունի դառնալու էներգարդյունավետությանը եւ ցածր արտանետումներով կառավարման ուղղված հաջողված փորձ Հայաստանի այլ մարզերի համար։ Բնականաբար մենք եւս մեր մասնակցությունը կունենանք այդ ճանապարհին։ Մենք աջակցում ենք Հայաստանի կլիմայի դիմակայունությանը վերաբերող բոլոր նախաձեռնություններին, կանաչ վերափոխմանը, ասաց Կլաս Վալդենստրոմը։
Կարծում եմ այս ծրագիրը պետական ու տեղական իշխանության օտարերկրյա դոնորների հետ համագործակցելու վառ օրինակ է, ստեղծելու մի նախաձեռնություն, որը ոչ միայն ինքնին արժեքավոր է, այլև ֆինանսապես կայուն տարբեր աղբյուրներից ստացվող ֆինանսավորման շնորհիվ։ Հայաստանում ԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տեղակալ Կոնստանտին Սոկոլսկին հիշեցրեց նախորդ տարի տեղի ունեցած ջրհեղեղը, նշելով, որ սա եւս մեկ հիշեցում է այն մասին, որ կլիմայի փոփոխություններն իրական սպառնալիք են։ Մենք հիմա ականատեսն ենք լինում կլիմայի փոփոխությունների տարբեր դրսևորումներին։ Ծրագրի նպատակն է ընդլայնել համայնքների ակտիվ դերակատարումը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզի համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունների իրականացման գործընթացում, մասնավորապես տեղայնացնելով ցածր ածխածնային զարգացման մոդելը համայնքային մակարդակում։ Կոնստանտին Սոկոլսկին կարևորեց այն, որ չնայած ջրհեղեղի առաջ բերած խնդիրներին, ծրագիրը հաջողությամբ իրագործվեց։ Խորհրդի նիստին քննարկվեց նաև ծրագրի երկարացման շրջանակներում առաջիկա պլանավորված գործողությունները։ Ոչ միայն ծրագրի առջև դրված խնդիրներն են իրագործվել, այլև դոնորը գնահատելով կատարած աշխատանքների արդյունքները ընդլայնել է ծրագրի ֆինանսավորումը, ասաց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը։ Դա վերաբերում է Օձունի արվեստի դպրոցի վերակառուցմանը, առողջապահական երկու ամբուլատորիաներին էներգոարդյունավետության եւ արևային համակարգեր տեղադրելուն եւ մենք էլեկտրական միկրոավտոբուսի գնում ենք նախատեսում ծրագրով եւ իր լիցքավորման կայան եւ մի պայման, որ շվեդները դրեցին, դա այն է, որ լինեն նաեւ արտոնություններ խոցելի խմբերին այդ մարշրուտից օգտվելու համար, այսինքն լինի զեղչեր տոմսերի գների համար։ Համայնքի կայունության ամրապնդում էներգոարդյունավետության եւ ցածր արտանետումներով զարգացման միջոցով ծրագիրը ֆինանսավորվում է շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության եւ իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Ալավերդու համայնքապետարանի հետ համատեղ։ Ծրագիրը համակարգում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Քաղաքացու ձայնը Լոռու Մարսի Ալավերդի համայնքից։